Ողջույն իմ շատ սիրելի հետևորդների։ Շատերից չգիտեմ, ճիշտն ասած, համարյա ոչ մեկից չեմ ճանաչում, բայց դա ինձ չի խանգարում վերաբերվել այն մարդկանց, ովքեր ինձ նայում են, լսում են, մեծ սրտիկում են, մի բան գրում են։ Շնորհակալ եմ ձեզ, որ դուք կաք։ Այդ առաջինը։ Հետո, գիտեք, ասեմ ձեզ թաքուն լիքը մարդիկ կան, ովքեր ուզում են ես իրանց հետ անկեղծանամ, բայց ես ձեր հետ եմ անկեղծանում։ Մենակ իմ հետևորդների համար, մնացածը նենց կողքից կարող է գողան անել, ես ամեն ինչը, սենց սնայպերիստի նման, սենց անկյունից նայեն մի պատուհանի անցքից։ Սիրում եմ բոլորիդ, հարգում եմ բոլորիդ, ովքեր ինձ հարգում են, իմ մոտ ամեն ինչ փոխադարձ է սիրելիներիս։ Կհարգեք, կհարգվեք 10 անգամ ավել, չեք հարգի, սև ցուցակ ուզում եմ ասել, սև արկղա, սև ցուցակը կա ու կա։ Եկել եմ մի բանի մասին խոսեմ, շատ սրտիս մեջ վառվում է այդ թեման։ Հիշում եք, ովքեր որ քրիստոնյա են, ավետարան են կարդացել, Հիսուս Քրիստոսը լեռան քարոզի մեջ անընդհատ երկար խոսում է մի բանի մասին, ասում է երանելի եք դուք, եթե ու շատ հետաքրքիր բաներ ա խոսում, երանելի եք դուք, եթե արդարության ծարավ ունեք, որտեղ դուք արդարություն կտեսնեք, երանելի սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն, երանի հոգով աղքատներին, որտեղ նրանց ներկնքի արքայությունը, ու լիքը սենց երանելի բաներ, այսինքն ինչ նշանակում լինել երանելի։ Մի կողմից դա նշանակում է լինել նախանձելի, բայց նախանձ բառը տանել չեմ կարողանում, իմ համար գոյություն չունի սպիտակ ու սև նախանձ, իմ համար կա ուղղակի նախանձ, ու կա բարի աչքով ինչ-որ մեկին նայել, հիանալ, մեծարել, գովերքել և այլն։ Երբեմն մտածում եմ, ամեն մեկս գիտեք մեր կյանքում մերթ ընդ մերթ, ինքնըստինքյան, տեսեք ինչ բառեր գիտեմ, չեմ մոռացել այդ բառերը, կապ չունի, որ երկար տարիներ Մոսկվայում եմ ապրում։ Ես սիրում եմ վերլուծել ինքս ինձ, իմ կյանքը, իմ մտքերը, երբեմն թողում եմ ինձ ինքնուսի, որպեսզի հասկանամ, լավ, միտքս, զգացմունքներս, էությունս, նպատակներս իրար համընկնում են, իրար յոլա գնում են, թե իրար հետ ամեն օր շուն ու կատվի նման կռիվ են տալիս։ Երբեմն թողում եմ ինձ ինքնահոսի, գիտեք, նեյրոխիրուրգները ընդհանրապես ասում են երբեմն ձեր ուղեղին հանգիստ տվեք։ Թողեք, կոտ սամպասիբե գնա, մի քիչ ման գա, թրև գա, հասկանա, ինչ ա ուզում, ինչ չի ուզում, ու հետ գա։ Մի վախեցեք, անընդհատ մի պահեք կանտրետակ ձեր ուղեղը մտածելով, որ եթե հանկարծ մի քանի րոպե ձեր ուղեղը բաց թողեք, ձեր կյանքում, չգիտեմ, կատաստրոֆա կլինի, ոչ։ Հակառակ ասեմ ձեզ, ինչքան ինքը սենց երբեմն լոթի փոթի թողեք իրան հանգիստ չդնեք, իրան կոշիկի մեջ սեղմեք, իրանք կգնան, ման կգան, կփոշոտվեն, բայց կյանք տեսած հետ կգան ձեզ ավելի խելացի բաներ կսովորացնեն։ Ես ձեզ խոստանում եմ։ Ու մի լարեք ձեր ուղեղը լարելուց ոչինչ չի փոխվի։ Պահը գալիս է, հասունանում է, ամեն ինչ լուծվում է։ Հավատացեք ինձ։ Ու ես մտածում եմ, կա արդյոք ի մեջ նախանձ, ինչ որ մեկի նկատմամբ, ինչ որ մարդու նկատմամբ, հա, նախանձ չէ, բայց երանելիության զգացում, որ ես երանի եմ տալիս կան, պարզվում է, ես չեմ նախանձում, բայց ես երանել եմ տալիս, չեմ նախանձում, որովհետև գիտեք, ոչ թե ունեմ ամեն ինչ, չէ, ամեն ինչ չունեմ, շատ բան չունեմ, շատ քիչ բան ունեմ, ես ինձ ունեմ, գիտեք, մենք մեր ամենամեծ վալյուտան ենք, մենք ինչ ենք մեզնից ներկայացնում, դա այն արժեքն է, որ մենք, ինչը որ մենք կրում ենք մեր մեջ, ինչ որ մենք տանում ենք ամեն տեղ, որ մենք գնանք, որովհետև, գիտեք, մարդիկ կան, որ փախնում են, միշտ ուզում են մարդկանց մեջ լինել, մենակությունից փախնում են, որովհետև իրանց իրար հետ, իրանց հետ լավ չի, ինձ իմ հետ շատ լավ է, ես հասցրել եմ ինձ մի մակարդակի, որտեղ ինձ իմ հետ կայֆ է, դա այնքան հավես է, ես ինձ հասցրել եմ մեծ հետաքրքիր մակարդակի վրա, որ ես կարամ իմ հետ շատ լավ ժամանակ անցկացնեմ, ինձ պարտադիր չեն մարդիկ, որպեսզի ես լավ զգամ ինձ, լավ այդ առանձին թեմա է,
Ինչ եմ ուզում ասում, հա, նախանձում եմ, երբ որ տեսնում եմ համբուրվող զույգերի։ Շատ ես Երանի եմ տալիս։ Շատ եմ սիրում, երբ որ ստեղ ասում են Մոսկվայում դե շատ այդ երևույթը, տարբեր տարիքի մարդկանց, տարբեր կատեգորիայի մարդկանց կտեսնես ալկաշից մինչև ինտելեկտուալ ռազվիտի զարգացած մարդիկ, ովքեր կհամբուրվելուց կտեսնես, դա իրանց Երանի տալիս է, հավեսա։ Սերը միշտ երանելի է։ Երանի չեմ ասում նրանց, ովքեր իրանց կողքը տղամարդ ունեն, կին ունեն, չգիտեմ, ինչեր ունեն, ունեցվածք ունեն, ոչ մի բանի կյանքումս Երանի չեմ ասել, բացի մենակ այն մարդկանցից, ովքեր ունեն սիրած մարդ իրանց կողքը, ու որ իրանք են սիրում եւ եթե իրանք սիրում են իրապես։ Գիտես, քեզ սիրեն ոնց դու կաս։ Փող լինի քո գրպանում չլինի, անկախ քո կրթության աստիճանի, անկախ քո սոցիալական վիճակի, հա, անկախ քո տրամադրության, անկախ քո կյանքում ինչ փուլ է, ինչ էտապ է, զարգացման ինչ աստիճանի վրա ես, քանի լեզու գիտես, քո անցյալից անկախ, քո ամեն ինչից անկախ։ Ու ես մտածում եմ, արդյոք ես օրինակի համար երանելի եմ։ Երևի այդ միակ բանն է, որի առումով ես երանելի եմ եղել միշտ, որովհետև միշտ իմ կողքին կամ իմ կյանքում եղել են մարդիկ, ովքեր ինձ սիրել են։ Հա։ Անգամ հիմա, երբ որ իմ կյանքում շատ ծանր փուլ է, էլի կան մարդիկ, որ ասում են մենք քո հետ ենք։ Մենք քո հետ ենք ու դա այնքան երանելի վիճակ է։ Ճիշտ է, դու աշխատում ես իրանց ոչ մի բանով նեղություն չտաս, բայց մենակ այն, որ դու գիտես, որ դու տեղն ես գնալու։ Ցանկացած պահի, երբ որ դու սայթակես, քո ձեռքը բռնող կլինի։ Հրաշալի բան է։ Երանելիության հետ կապված ուզում եմ ասեմ, Ցելիս, քո կյանքում հաստատ կան բաներ, որոնք որ արժանի են, որ դու հիշես, որովհետև կյանքիդ ինչ-որ մի փուլ եղել է, որ դու եղել ես երջանիկ, որ դու եղել ես երանելի, որ դու օթերով ես եղել, երբ որ դու ընկել ես, քեզ բարձրացրել են, երբ որ դու հիվանդանոցում ես եղել, ինչ-որ մի կարգին մարդ եկել է քեզ տեսնելու, երբ որ դու փոքր ես եղել, ինչ-որ լավ դրվագներ քո կյանքում լավ մարդիկ եղել են, որոնց որ երբեմն ժամանակ առ ժամանակ թույլ տուր քեզ հիշել։ Որովհետև լավ մարդկանց ու լավ պահերը մեր կյանքում հիշելուց, գիտեք, մեր իմունիտետը բարձրանում է։ Եթե դու մարդ ես, ով ենթադրենք ունեցել է առաջին սեր, ու այդ առաջին սիրո համար պատրաստ է եղել ամեն ինչի, եթե դու ունեցել ես առաջին սեր, որի քո ամբողջ բջիջներով, ատոմներով ու քո մաշկով իրան սիրել ես ու հիացել ես ու ապրել ես այդ զգացումով, դու երանելի ես։ Փորձեք մի պահ հիշեք ձեր առաջի սերերին։ Հիշեք իրանք ինչ աչքերով են ձեզ նայել, ոնց են ձեր կոշիկի կապերը արձակել, ոնց են կապել ձեր կապերը կոշիկի։ Ես հիշում եմ, երբ որ ես ունեի առաջին սեր ու ամբողջ աշխարհը շուրգար ես իրանից չէի հեռանում։ Ես հիշում եմ, երբ որ ինքը մի տարի մեծ էր, ինձանից ու շուտ էր դպրոցը ավարտել, ես մի տարի ուշ ավարտեցի, ու այնքան հաճելի էր, երբ որ ամեն Աստծո օր դպրոցից հետո ինքը ինձ բերում էր թարմ թխած իր մամայի թխած հացը ու պանիրը, տնական, ամեն օր գալիս էր ու կապ չունի ես երբ էի դպրոցից դուրս գալու, ինքը կարող էր այն ժամանակ հեռախոսներ չկային, ինքը կարող էր մի ժամ, 2 ժամ, 3 ժամ, ես այն ժամանակ լրացուցիչ պարապմունքների էի մնում, կարող էր մի քանի ժամ անձրևի, արևի, ցրտին, բքին կանգնել ու սպասել, երբ եմ ես դուրս գալու։ Ու գիտեք, այդ սերերը մեզ այնքան իմունիտետ են տվել։ Դու մտածում ես փողն է քեզ իմունիտետ տվել, քո հաղթանակներն են քեզ իմունիտետ տվել, մեր սերերն են մեզ իմունիտետ տվել, սիրելիներս, մեր սերերը։ Ամեն մի սեր թողել է իր վակցինան մեր կյանքում, թողել է իր հետքը մեր կյանքում։
ու կապ չունի դրանք մնացել են, չեն մնացել, ինչքան երկար են իրանք տևել, բայց իրանք եթե եղել են քո կյանքում, իմացի դու շատ հզոր մարդ ես, եթե քեզ սիրել են, ուրեմն դու եղել ես արժանի դրան։ Սերերը օդից չեն ընկնում։ Ես երբեք չեմ մոռանա, որ ինքը մի տարի իր դասամիջոցի գումարները, որ պետք է իրան ուտելիք առներ, ինքը հավաքել էր, որպեսզի ինձ ոսկե շղթա գներ ձեռքի։ Ես երբեք չեմ մոռանա, երբ որ ինձ ասում էր Երանի քո տիրոջը, Երանի այն մարդուն, որ քո հետ կլիներ, ինքը ենթադրում էր, որ դա ինքը կլինի։ Հիշեք ձեր առաջին սերերին մի պահ։ Հիշեք ինչքան ձեզ ուժ ա տվել իրանց ամեն մի բառը, ամեն մի խոսքը, ամեն մի պաչիկը ձեր թուշիկին։ Ու շնորհակալ եղեք իրանց, ու կապ չունի ստացվել է իրանց հետ ձեր կյանքը թե ոչ, բայց դուք երանելի եք, եթե ունեցել եք ձեր կյանքում սեր, որտեվ լիքը մարդիկ այս կյանքում իրանք երբևէ չեն եղել սիրված, դուք գիտեք, ստատիստիկան ցույց է տալիս, որ բազմաթիվ մեծահարուստ անգամ տղամարդիկ, ում հետ որ ինչ-որ մեկը կանայք շփվել են զուտ փողի համար, երբևէ իրանք չեն զգացել այդ ջերմությունը, անշահախնդիր քո կողքին մնալու այդ պատրաստակամությունը։ Ու գիտեք, բացարձակապես սերը կապ չունի արտաքին տվյալների հետ։ Դու կարող ես տեսնես երկու այլանդակ երևույթների, այլանդակ նկատի ունեմ ոչ թե վատ առումով, այլ արատավոր երկու անձի, որոնք, չգիտեմ, միգուցե եւ անդամալույց են, միգուցե ինչ-որ միտեղ իրանք արատավոր են հասարակության աչքին, բայց իրանք նայում են իրար խելագարված, սիրելով ու պատրաստ են իրար համար չգիտեմ ինչերի, հերոսությունների, մարդ կարող են սպանել իրար համար։ Ու իրար այնպես են նայում, կարծես, չգիտեմ, աշխարհի թագավորն ու թագուհին են։ Ռուսը մի լավ խոսք ունի, ասում է «Красота в глазах смотрящего», այսինքն ոնց են քեզ տեսնում եւ ընկալում մարդիկ։ Օրինակ դուք զգացել եք ձեր կյանքում, օրինակ, չգիտեմ, քանի տարեկան եք, բայց ցանկացած կյանքի փուլում կա մի հատ պահ, երբ որ դու կանգնում ես ու մտածում ես, ասում ես, լսի, օրինակի համար այսքան մարդ է իմ կյանքում եկել ու գնացել, ճիշտ է, ու դրանցից քանիսն են ինձ տեսել այնպիսին, ինչպիսին ես կամ։ Երբեմն մեզ տեսնում են ավելի լավը, քան թե մենք կանք։ Երբեմն չեն էլ նկատում, անգամ, չգիտեմ, 100 տարի քո հետ շփվում են ու չեն նկատում, որ դու ստեղ մի հատ խալ ունես։ Խալը ոնց է հայերեն։ Կոմենտարիաներում գրեք, մոռացել եմ խալը ոնց է հայերեն։ Լավ։ Հասկացաք։ Սպի ունես ստեղդ։ Չգիտեմ, մի աչքդ մեծ է, մյուսը փոքր է։ Մարդկա կարող է տեսնում է մի աչքդ մեծ է, մյուսը փոքր է, բայց սիրում անգամ քո այդ արատը։ Մարդեր կա չի նկատում, որտեվ պարզապես անտարբեր է քո հանդեպ։ Մեկը կա, որ անընդհատ բացահայտում է քո ներաշխարհը ու չի հոգնում։ Մարդեր կա քո կողքը ապրում է ու բացարձակապես իրան հետաքրքիր չի քո հետ կապված ոչ մի բան։ Քո աշխարհը իրան, ասենք, ինքը քեզ զուտ տեսնում է արտաքին մի երկու բան ու վсё։ Աչքերդ քիթը դու շուրթերդ։ Եկել եմ ասեմ, որ դու երանելի ես, եթե քո կյանքում ունեցել ես հնարավորություն, օրինակի համար ընդունվել են բուհը, որը որ դու երազել ես։ Որովհետև ասեմ քեզ, այդ խոսքը, որ մենք բոլորս ունենք ընտրելու հնարավորություն, ասեմ քեզ, որ դա միֆ է, իրականում միֆ է, հորինված է, որովհետև շատ շատերս չունենք ընտրելու հնարավորություն, շատ շատերը այս աշխարհում պարզապես գնում են այն ճանապարհով, որոնց իրանց տանում այդ ճանապարհը։ Ու ուղղակի գնում են։ Բայց եթե դու մարդ ես, ով որ կարողացել է ինքը ընտրի իր կյանքը, դու երանելի ես սիրելիս, իրականում երանելի ես։ Եթե դու ընտրել ես քո ճանապարհը, քո կրթությունը, քո մասնագիտությունը, ընտրել ես այն մարդուն, ում հետ դու ամուսնացել ես,
ընտրել ես ամեն կյանքիդ փուլում կարողացել ես ընտրես այն ինչ դու ես ուզել, ոչ թե ստիպված ես եղել, որովհետև քեզ կյանքը մի անկյուն է մտցրել ու ստիպել է ինչ-որ որոշումներ կայացնել։ Դու երանելի ես, եթե մի օր կարող ես թույլ տալ քեզ աշխատանքի չգնալ, որտեղ լիքը մարդիկ չեն կարող իրանց թույլ տալ աշխատանքի չգնալ։ Իրանք կարող է առավոտյան զարթնեն շատ վատ վիճակով, բայց իրանք ստիպված լինեն գնալ, որտեղ իրանց գումար է պետք։ Իրանց այդ աշխատանքը շատ կարևոր է։ Գնահատեք այն ինչ որ ունեք։ Դուք երանելի եք, եթե տունը ձեզ սպասող ու սիրող մարդիկ ունեք։ Դուք երանելի եք, եթե լավ երեխաներ ունեք, ովքեր որ ձեզ սիրում են։ Դուք երանելի եք, եթե հիվանդ չեք։ Դուք երանելի եք, եթե հիվանդ եք, բայց կարողանում եք ինչ-որ մի հատ դեղահապ խմեք ու ապրեք, ու դա այդ հիվանդությունը ձեզ չխանգարի ապրել։ Որովհետև շատ մարդիկ երազեն, որ մի դեղահապ խմեն ու ապրեն, որովհետև իրանց տվել են ընդամենը մի ամիս կամ մի տարի ժամանակ, կամ մի շաբաթ։ Մի սպասեք, որ այս ինչ կամ այն ինչ օրգանը ձեր կբուժվի ու նոր դուք կուզենաք ապրել, ապրեք, անկախ ամեն ինչից ապրեք, անկախ ամեն ինչից ով է ձեզ թողել, ով է ձեր կյանք եկել, ով է պատրաստվում ձեզ լքի, չգիտեմ, ինչ է պատրաստվում ձեր կյանքում լինի, լսեք, շատ երկարաժամկետ հեռանկարներ դրեք ձեր առաջ։ Մի ասեք, այս բանը կլինի նոր կհանգստանա, ամեն ինչ բանը կլինի մի տարի հետոյի համար անհանգստացեք։ Սիրելիս, արևս, լուսինս, սիրունս, այդքան ներվայնանաս կարող է մի ամիս հետո վատ լինի քո առողջության համար։ Երբեմն բաներ կա, որ ուղղակի ապրեք, թողեք ինքնուսի, հա, թողեք ինքնուսի, որտեվ լիքը բաներ լուծվում են, երբ որ թողում ես ինքնուսի։ Անընդհատ ամեն ինչ վերահսկողության տակ պահելը ոչ մի գարանտիա չի տալիս, ոչ մի ապահովագրություն չի տալիս, որ ամեն ինչ քո կյանքում կգնա այնպես, ինչպես որ դու ես ուզում։ Կարող է դու մի բանի համար sense մի տարի քեզ կոտորում ես, հասնում այդ պահը, դու այդ վայելում ես, ասում ես, սրա համար բացարձակապես չարժեր այսքան տարուբերվել, այսքան տվայտվել, այսքան տանջվել, նյարդային համակարգս խախտվեր։ Լինելու է այն, ինչ լինելու է։ Մի վախեցեք մարդկանց կորցնելուց, մի վախեցեք մարդկանց կարծիքից։ Այսօր մի հատ հետաքրքիր ռոլիկ լսեցի, ասում է, իմ ռոլիկները քննադատում է մեկը, ով իր կյանքում հազարատ խնդիր, պրոբլեմ չլուծված հարց ու շատ ծաղրելի վիճակի մեջ է։ Եթե դու մի բան ես անում ու մտածում ես ինչ որ մեկի մասին, որ քեզ կծաղրի, լսի սիրելիս, ինքը իր կյանքում այնքան ծաղրելու բաներ ունի, դու մի անհանգստացի։ Ինչ որ մեկը կգտնվի, ով իր վրա իրեն կծաղրի։ Հիշի ինչքան դու երանելի ես։ Հիշի ինչքան լավն ես դու։ Հիշի ինչքան հաջողություններ ունես քո կյանքում։ Դեք ամենակարևորը դա մեծ հաղթանակները չեն։ Ամենակարևորը, երբ Ուինստոն Չերչիլին հարցրեցին ինչն է կարևորը, ասեց կարևորը հաջողակ լինելն է։ Իսկ հաջողակ լինելը շատ հարաբերական է, սիրելիս։ Ով է Տիտանիկ ֆիլմը նայել, հիշում եք, երբ որ Լեոնարդոյի դերասանը, երբ որ ինքը իբր թե շահում է ու գնում է Տիտանիկի վրա շրջագայության, արդյոք դա հաջողություն էր։ Հա, իր սիրած աղջկան հանդիպել է միգուցե հաջողություն էր, այդ սերը վայելել է միգուցե հաջողություն էր, բայց ինչպես դա ավարտվեց իր մահով։ Ասում են շատ հետաքրքիր կինոքննադատներ ասում են ամենակարևորը ու ամենահաջողակը այդ ամբողջ պատմության մեջ ով շահեց, դա այն տղան էր, ով պարտվեց ու չհայտնվեց Տիտանիկի վրա, նա հաջողեց։ Հաջողություն բոլորիդ, ու լիքը սեր։